վերջին ակցիայից հետո, որ Բաղրամյան 26-ի մոտ էր, այլ բանի ականատես եղել ենք, քան գեղեցիկ հայտարարություններ ու խոստումներ։ Ոչ։ Մեզ այսօր չեն բավարարում այդ հայտարարությունները, որովհետև չկա այն իրականությունը, որը պարտավոր է լինել, որը պիտի լինի սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված սկզբունքների ու պահանջների համապատասխան։ Այսինքն պիտի լինի մի իրականություն, որտեղ ոչ մեկից ոչ մի դրամ չի գանձվելու, մինչև նա ինքը գրավոր կամք չհայտնի, այդպես է թե ոչ։ Երկրում սահմանադրական դատարանի որոշումը ոտնահարվում է նախագահից սկսած մինչև իշխանության ամենացածր օղակները, արդյոք դա հանդուրժելի է մեր կողմից։ Հայաստան, որդի, Հայաստան, որդի, Հայաստան, որդի, Հայաստան, որդի, Հայաստան, պիտի ուղարած վերջ տրվի։ Բացի հայտարարություններից և գեղեցիկ խոսքերից ոչ մի ռեալ քայլ չունենք։ Մենք այսօր քայլ չունենք, դրա համար մենք այսօր դուրս ենք եկել մեր պահանջի երթով, բավ է արդեն, չենք ուզում լսել որևէ հայտարարություն։ Ոչ թե որովհետև մենք ունակ չենք լսելու, այլ արդեն լսել ենք այդ ժամանակ անցել է լսելու։ Մենք հիմա ակնկալում ենք, պահանջում ենք միայն հստակ գործողություն մեր իրավունքների խաթարված իրավունքների վերականգնման համար։ Կան նման կազմակերպություններ, որ արդեն սկսել են գումարները, այն գումարները, որոնք պահել էին, չէին փոխանցել, արդեն սկսել են գումարները տալ իրենց աշխատակիցներին։ Բայց կան նաև շատ կազմակերպություններ, ովքեր դեռ վարանում են տալ, որովհետև ՊԵԿ-ի հաշվետվության խնդիր կա։ Եթե ՊԵԿ-ի հաշվետվության մեջ ինքնաշխատ մեխանիզմը անջատվի կൂട്ടակային հաշվարկի, այդ գործատները նույնիսկ նույնպես կհամալրեն այդ շարքը։ Այսինքն պայքարը շարունակվելու է։ Մինչև կլինի արդյունք։ Մենք ընտրություն չենք արել, ոչ մի կենսաթոր, ոչ մի թոշակի ընտրություն չենք կատարել, բայց մեզ նամակներ ա եկել, որ մեր փոխարեն արդեն ընտրել են։ Բայց մենք ոչ մի ընտրություն չենք կատարել։ Այսինքն կոնկրետ ձեր գումարներից պահվում է ձեր աշխատավարձի գումարը։ Այո, պահվում է, հունվար ամսից պահվում է մինչև հիմա։